Ֆրինյոզի եթերում լուրերից դուրս քննարկում է սկսում։ Այս պահին ես հյուրընկալել եմ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանին։ Բարև ձեզ, պարոն Խուրշուդյան։ Բարև ձեզ։ Շաբաթը քննարկելու համար բավականին հարուստ էր տեղեկություններով, լուրերով եւ իհարկե նաեւ լուրերից դուրս զարգացումներով։ Ես առանձնացրել եմ մի փոքր տեղեկատվություն, որը վերաբերում է մեր ոչ բարով հարևանին Ալիևին, որ ասել էր, թե ինչ որ պատրաստ են փոքր քայլեր սկսել հարաբերությունների կարգավորման առումով, բայց միևնույն ժամանակ ոնց որ մատա թափ տալի, ասում եմ, բայց հույս չունենանք, թե մենք կբարեկամանանք կամ տնտեսական ինչ որ ինտեգրման կգնանք։ Ըստ ձեզ ինչ նկատի ունի այդ մարդը։ Տեսեք, Ալիևի համար գեր նպատակ է Թրամփի հետ լավ հարաբերություններ հաստատելը։ Իհարկե լավագույն տարբերակը կլինի, որ դա լինի նաև Հայաստանի դեմ, բայց գոնե այնպեսի, որ իր դեմ չլինի Թրամփը, հա, այսինքն գոնե ինչ որ նորմալ հարաբերություններ։ Եվ երբ որ ինքը սկսեց այդ ռետորաբանությունը ռազմատենչ, էլի ֆաշիզմի մեջ մեղադրելով Հայաստանին, ասելով, որ Հայաստանն է Խաղաղության պայմանագիրը սաբոտաժանում, այն պայմաններում, երբ որ Հայաստանը հաստատել է, որ համաձայն է Ադրբեջանի ուզած պայմաններով այդ պայմանագրի ստորագրումը, անգամ միակողմ ստորագրել։ Ու ինքը ստացավ արդեն արձագանքներ եւ ոչ միայն Եվրոմիությունից եւ միջազգային հանրությունից մեծ հաշվով, այլ նաեւ Թրամփից։ Անձամբ Թրամփից իրեն ուղերձ է փոխանցվել Թրամփի խորհրդականի միջոցով, որ Թրամփը սպասում է ստորագրմանը փաստաթղթի։ Նման պայմաններում ինքը չի կարող ասել, դե որ այդպես է, դու էլ գնա Բայդենի հետևից, Բայդենի հետ հարաբերություններս վատ էր, քո հետ էլ վատ կլինի, չի կարող իրեն թույլ տալ 4 տարի, այն էլ Թրամփը Բայդեն չի, շատ անկանխատեսելի է եւ տեսնում ենք անձնական այդ վերաբերմունքը ինչ է նշանակում իր համար։ Մենք տեսանք ամբողջ աշխարհի տարիֆները հետ կանչեց 90 օրով հետաձգեց ամենայն դեպս հետ չկանչեց, բայց Չինաստանինը միայն այն պատճառով որ Չինաստանը գնացել էր Վաբանկ եւ ավելի կոշտ պատժամիջոցներ նրա դեմ դրել, հետ չկանչեց, մի բան էլ ինքը ավելացրեց։ Այսինքն անձնական տղայականի դեպքում ինքը ավելի տղայական է։ Հա, այդ հարցերը շատ անկանխատեսելի են դարձնում Թրամփի վերաբերմունքը, եթե Ալիևը հանգած կամակորություն դրսևորի։ Դրա համար ինքը այսպես ասում է, դե լավ, որ Թրամփ դու ես ուզում խաղաղություն, ես գոնե սկսեմ փոքր քայլերով հələ տեսնենք ինչ կարելի է անել, որ քո դեմ չգնամ։ Բայց հետո որ ասում է մեկա ոչ մի բան չի լինելու, այդ նշանակում է, որ այդ մի կտորը իր լոբիստները վերցնելու են ու սկսելու են Վաշինգտոնում բոլորի ականջները լսեն, տեսեք Ալիևը պատրաստ է գոնե փոքր քայլերով Հայաստանի հետ գնալ, բայց Հայաստանը չի համաձայնում։ Էդ է նպատակը, որտեղ այն միշտ կտորը չեն տանելու այնտեղ բան անեն, հա, տարածեն։ Սա ինչ որ առումով բավականին նմանա ռուս-ուկրաինական թեմային, ինչ որ առումով, որտեղ ուկրաինացիները լինելով պաշտպանվող կողմ, տուժած կողմ, ակամայից ստիպված են լինում Թրամփին բաներ ապացուցել։ Հիմա այստեղ մի քիչ ուրիշ է։ Ինչ որ առումով, հա, չեմ ասում ուղիղ նմանություն։ Տարբերությունը ասեմ ինչումն է։ Ուկրաինան բացի նրանից, որ թույլ կողմն է, որը Թրամփը իր աչքը մտցրեց, թե դու խաղակարտեր չունես, չէ՞, որը իրոք անհասկանալի է եւ միջազգային իրավունքի եւ արդարության եւ բարոյական տեսակետից, բայց դա չի առաջնային իր համար։ Իր համար առաջնայինն է, որ ինքը Զելենսկու հետ կապված խնդիր ունի։ Ինքը էլի անձնական դաշտում է։ Զելենսկին Բայդենի որդու դեմ այդ հետապնդումը գործառուցել եւ այլն մերժեց, ինչի ինքը հերախոսով խնդրել էր եւ այդ հերախոսը գաղտնալսվել էր ԿՀՎ-ի կողմից, կենտրոնական հետախուզական վարչության եւ արտահոսքեր տրվել, ինչի իր դեմ աշխատեց եւ ինքը շատ վրդոված է դրանից, որ Զելենսկին փաստորեն իրեն քաշել է եւ էս է իր հիմնական վերաբերմունքը Զելենսկու հանդեպ պատճառը դա է։ Էլի եմ ասում, շատ ամեն ինչ իր մոտ անձնականացված է, չափից դուրս շատ, հա։ Հայաստանի դեպքում նման բան չկա, հակառակը, Հայաստանի դեպքում կարծես թե եւ հայերի դեպքում, որը որ իր համար կարող է այսպես նույնական նաեւ լինել, հա, որովհետեւ փոքր երկիր է, հայր, Հայաստան իր համար նույն բանն է երևի։ Իր հետ կապի մեջ դուրս եկան տարբեր կազմակերպություններ հայկական, իր գոնե ազգականների մերձավորների միջոցով այդ միջև ընտրությունները, այսինքն այն ինչ որ Ալիևը ասում է ուզում է վերագրել Հայաստանի իշխանություններին, իբր Հայաստանի իշխանությունները Բայդենի վրա են խաղադրույք արել եւ իսկ ինքը Ալիևը բայց ասում էր որ լավ կլինի Թրամփ ընտրվի եւ այլն։ Այս դեպքում այդքան չի աշխատում եւ երկրորդը քրիստոնեության
հարցերը Իդեպ որը շատ կարևոր է Թրամփի համար։ Այո, դավադրապաշտության տեսությունների շրջանակներում դա նշանակություն ունեցող բան է, հա, մեր համար կարող է տարօրինակ լինի, բայց իր համար լավ էլ նենց կարող է որոշ շրջանակների համար, անձամբ իր համար չեմ Չէ, կարծում։ բայց հիշենք, կառավարության նիստը սկսում էր քարոզիչի քարոզով։ Երբևիցե Ամերիկայի պատմության մեջ դες բան չի։ Բայց ամեն դեպքում ընդունենք, որ դա մի քիչ ձև է Թրամփի համար, էլի, հա, այդքան բովանդակություն չի, որովհետև իր ապրած կյանքը նայում ենք եւ այլն, Բայց եթե ինքը ձևին տեղ տալիս է, հա, բայց ամենայն դեպս Վենսի նաեւ հանդիպումները Նիկոլ Փաշինյանի հետ, իր թեկուս կարճատև կապը, հանդիպումը Փաշինյանի հետ, Թրամփի կապը, բանը Փարիզում եւ այլն, այդ ամեն ինչ որ ֆոն է ստեղծել, որ կարող է Հայաստանի համար բարենպաստ ուրեմն ելք ապահովել, մանավանդ որ ելի եմ ասում, լավ հնարավորություն կա Թրամփի համար գալ խավորություն անել այս ուրեմն խաղաղության պայմանագրին եւ այն ինչ որ չստացվեց մերձավոր արևելքում Ուկրաինայում գոնե միտեղ կստացվի եւ դա էլի ինչ որ պլյուս է իր համար էլի Այնտեղ էր ուզում ռուսի ձեռքից վերցներ ռուս-ուկրաինականում հիմա գոնե կվերցնի Հարավային Կովկասում այո Եվ կա որոշակի հետաքրքրություն կարծես նկատվում է Միացյալ Նահանգների կողմից այս process-ի հանդեպ, այն որ Մարկո Ռուբիոն է խոսում Փաշինյանի հետ եւ նաեւ իրենց խորհրդականը Հաջիևի հետ եւ այլն։ Եվ ընդ որում բավականին կոշտ խոսակցություններ եղել Ալիևի հետ։ Այո, եւ Ալիևը հենց դրանից է մտահոգ եւ փորձում է փոխել ռետորաբանությունը։ Եվ այդ իմաստով շատ դրական կլինի իհարկե, եթե Միացյալ Նահանգները ավելի ներգրավեն այս հարցերում։ Իհարկե, այսօր մենք ունենք Միացյալ Նահանգների ռազմական ներկայություն Հայաստանում, ինչքան էլ որ դա կարող է այսպես ականջի համար տարօրինակ թվալ, որովհետև բոլորը վախեցնում են, որ ցանկացած ամերիկյան ռազմական ներկայություն, գիտեք ինչ կլինի Հայաստանի ռուսները ինչ կանեն ձեր հետ եւ այլն։ Տեսել երկրորդ, երրորդ անգամ է զորավարությունների համար ռազմական ներկայությունը Միացյալ Նահանգների հիմա չափն կարևոր չի, կարևորը սկզբունքն է։ Ընդ որում նաև զինտեխնիկայի մասնակցությամբ։ Առաջ եթե զուտ զորավարժանքներ էր անձնակազմի մասնակցությամբ, հիմա զինտեխնիկա, Վրաստանը լոգիստիկան թույլ տվեց, ոչ մի խոչընդոտ չեղավ։ Հա, Ռուսաստանը ինչ որ դժգոհություններ արտահայտեցին, Ադրբեջանը ինչ որ հիստերիաներ բարձրացրեցին, բայց բոլորն էլ համակերպվեցին։ Քանի համակերպվել են, պետք է այդ համակերպվեցնել նաև շարունակականության այդ ամեն ինչի եւ անել ոչ թե տարին մի անգամ, այլ տարին մի քանի անգամ կարճ ընդմիջումներով։ Եվ մշտական այնպիսի ընդմիջումները, որ այդ զինտեխնիկան տանելու կարիք չլինի, այո, եւ հակառակը նոր զինտեխնիկա բերելու կարիք լինի, որ ասենք ավելի լայնամասշտաբ ընդլայնված զորավարություններ անել։ Թուրքերն ու ադրբեջանցիները տարին քանի անգամ էին անում զինավարություններ։ Ռուսները հանգիստ դիտում են, չէ՞, նույն Նախիջևանի տարածքում, Ադրբեջանի տարածքում, էդ էլ էր, չէ՞, իրենց զոնան, այսպես ասած։ Հիմա էլ որքանով էլ որ տարօրինակ, հա, իրանական զորավարժություններ են։ Այո, եւ քիչ երկրներից է Հայաստանը, որ համ Միացյալ Նահանգների հետ է անում զինվորություններ, համ Եվրոմիության դիտորդներ, համ ուրեմն Իրանի հետ։ Իրանի հետ։ Քիչ երկրներից որ այդպեսի երկիր չկա։ Չի եղել, այո։ Կան երկրներ, որոնք որ երկուսի հետ զինվորություններ արել, նույն Ադրբեջանը օրինակ, համ Միացյալ Նահանգների, համ Իրանի հետ, ընդ Օմանը կարծեմ եւ այլն, կան մի քանի այդպեսի երկիր կան, բայց Հայաստանը դրան գումարում է նաև եվրոպական դիտորդների առկայություն, այսինքն 3 տերությունների մի ռեգիոնալ եւ 2, այլ չեմ ասում ռուսական բազաներ այստեղ կանգնած են, որոնք Ալիևն էլ բառացիորեն օրերս գլուխ է գովացել իր ելույթում, որ տեսեք մենք USAID-ին փակեցինք, տեսեք մենք էսի փակեցինք, այն փակեցինք, արժույթի միջազգային հիմնադրամը էս այն գլխից են փակել։ Այսինքն դու ինչքան գլուխ ես գովում այդ արևմտյան արժեքների դեմ քո պայքարով, այնքան քո գլխին ես բերում այդ փորձանքը։ Իրեն թվում է թե ինքը դրանով հաջողանում է Տրամփին, այդ տրամպականներին եւ բայց Տրամփը կարող ուրիշ ձև հասկանա։ Հա, մի բանա Տրամփը ինքը իր USAID անում է, բայց մի բան է, երբ որ դու այդ ամեն ինչը դիտարկում ես որպես ամերիկյան ազդեցության գործիք քո վրա եւ այդպես ես կտրում։ Այո։ Տրամփը էֆեկտիվության մասին էր խոսում, հա, որ այդ ինչի վրա է սասել գումարը։ Չի էլ վերացրել USAID-ին, դրել է ուղղակի պետ դեպի վերահսկողության տակ։ Ներքո եւ ես կարծում եմ շարունակվելու է դատական process-ներ եղան, որը որ արգելանքներ դրեցին USAID-ի ֆինանսավորման դադարեցման վրա եւ հիմա շարունակվում է այդ ֆինանսավորումը։ Այո։ Այնպես որ, հա, այդ առումով Ալիևը այդքան էլ լավ չի հաշվարկել այս անգամ։ Հետաքրքիր է թե Ալիևը ոնց է հաշվարկել մեր զրույցի հաջորդ թեման, այն է Միացյալ Նահանգներ Իսրայել բարձր մակարդակի հանդիպում եղավ, եւ դա պատահական չէր, որտեղ դրանից հետո հայտարարություն արեց Թրամփը, որ հնարավոր է, եթե Իրանը չընդունի ամերիկյան առաջարկը, ապա հնարավոր է նաեւ ռազմական լուծում այդ խնդրին,
որտեղ հենց տեղ է հատկացվում Իրանին։ Եվ ով զարմանք, Թուրքիան հայտարարում է, որ առաջիկայում շատ հրատապ հանդիպում է նախատեսվում Էրդողան-Թրամփ։ Այս ամեն ինչը չի վկայում, որ այս տարածաշրջանում լուրջ զարգացումներ կարող են սկսվել։ Ну, սկսենք նրանից, որ որքան ինձ հայտնի է, Տրամպը Նետանյահուին մերժել է։ Նետանյահուի սցենարով իրադարձությունները ծավալել է, որտեղ Նետանյահուն պահանջում էր օր առաջ այս հարցը լուծել, քանի հնարավորություն կա։ Ամերիկյան զինվորի մասնակցությամբ, ինչպես միշտ, ինչպես Իրաքում արեց, ինչպես տարբեր Սիրիայում մասամբ, այս անգամ Տրամպը մերժել է եւ խոսքը ավելի շատ գնում է, որ եթե Իրանը չհամաձայնվի ամերիկյան այս պահանջներին միջուկային զենքի եւ ոչ միայն միջուկային զենքի տարբերությունը նա է նախորդ գործակի համեմատ, որ այստեղ նաեւ այլ բալիստիկ հրթիռների սահմանափակումներ, հեռահար բալիստիկների ոչնչացում ընդհանրապես, պրոքսիների ֆինանսավորման դադարեցում եւ այլն, այսպիսի պահանջներ է դրված Իրանի առջև, դրա համար է Իրանը ասում չեն բանակցի, բայց արդեն պայմանավորվել են Սահմանում հանդիպում են, գիտեք։ Բավականին բարձրաստիճան, ընդ որում եթե Տրամպի դեպքում իր ընկերն է գնում, չնայած ավելի բարձրաստիճան մարդ դժվար է Միացյալ Նահանգներում պատկերացնել, որովհետև Տրամպի մոտ էլի եմ ասում, ամեն ինչ անձնականացված է, ոչ թե ինստիտուցիոնալացված, բայց այստեղ արտգործնախարարն է Իրանի մասնակցելու այդ բանակցություններին։ Եվ դեռ 1 ամիս առաջ, 3 ամիս ժամկետ էր տրվել իդեպ Իրանին, մինչև հունիս ժամկետը տրվել է, բայց մյուս կողմից ամեն դեպքում իհարկե չգիտենք էլ ինչ են խոսացել Նետանյահուն եւ Տրամպը եւ չեմ բացառում, որ Նետանյահուն ուզենար Թուրքիային էլ փորը տար եւ հրահրեր Տրամպին կամ հորդորեր, որ Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի անդամ ինչ որ ձևով ներգրավի այս ամեն ինչում, հա։ Այո։ Ես բացառում եմ, որ Թուրքիան որևէ զինված հակամարտության մեջ մտնի Իրանի հետ, որտեղ թուրքերն շատ լավ հասկանում են, որտեղից է գալիս այդ ամեն ինչը, Նետանյահուի հետ լուրջ խնդիրներ ունեն եւ վստահ եմ, որ նրանք Իրանի հետ որևէ առճակատման Իսրայելի ինչ որ բաների որտեղ այս պարագայում նաեւ իսլամական աշխարհի աչքից են ընկնելու։ Իհարկե։ Չէ՞ որ ինքը փորձում է դրոշակակիր ներկայանա այդ աշխարհի։ Եվ տարական ուղղակի վնասներ։ Հենա Սիրիայում ներքաշումը առանց հետո իր վրա շատ թանկ նստեց, միլիոնավոր փախստականներ ծանր բեռով մնացել են Թուրքիայում, հետ էլ չեն գնում մեծ մասը։ Հիմա մի հատ էլ Իրանից միլիոնավոր ազերի թուրք փախստականներն ու ազերի չեմ էլ ասի, այնտեղ իրանք թուրք են համարում իրենց այդ մարտիկ ինքնանվանումը թուրք է, ոչ թե ադրբեջանցի։ Հիմա դրանց եթե ռազմական հողի վրա առճակատումը լինի նախ դրանց ընդունելու պատրաստ է արդյոք, բայց հարց է, լուրջ խնդիրներ կարող է լինի Թուրքիայի համար, որովհետև Իրանի զինված ուժերը, եթե ոչ ավիացիան գիտենք, որ Թուրքիային ավելի ուժեղ է, որտեղ 16-եր ունեն, բայց հողի վրա զինված ուժերը բավականին զորեղ են Իրանի եւ կարող են մեծ վնասներ հասցնել Թուրքիային, էլ ինչի պետք է թուրքերը մտնեն այդ ամեն ինչի տակ։ Եվ ի վերջո, այո, նույն այդ բալիստիկ հրթիռների արսենալը բավականին ազդեցիկ է Իրանի։ Հակաօդային պաշտպանություն եղած այն Ռուսաստանից ստացածն է, որը որ այս 400-ները Աստված գիտի ինչ է։ Քանի տոկոսով են կրակում, հա։ Կրակում հետ նույնիսկ կրակել էր այդ քանակության այս 400-ներ չունի, որ Իրանի հազարավոր բալիստիկ հրթիռների դեմ առնի, որովհետև Իրանը որ ուզենա կարող է շատ լուրջ տնտեսական վնաս նաև պատճառել ցանկացած երկրի, որտեղից գա այդ բանը, բացի Իսրայելից, որտեղ որ հակաօդային պաշտպանությունը բավական ուժեղ է, եւ բացի իհարկե Միացյալ Նահանգների բազաներից, որոնք էլի Պետրիոտ համակարգեր ունեն։ Իսկ Թուրքիային չտվեցին Պետրիոտներ, հիշում եք։ Դրա համար թուրքերը առան այդ 400-ները, որտեղ Միացյալ Նահանգները սկզբունքորեն թուրքերին Պետրիոտ չեն տալիս, նույնիսկ Սիրիայում պատերազմի ժամանակ։ Պարոն Խուրշիդյան, ես առաջարկում եմ այժմ կարճատև դադար հայտարարել, հետո շարունակենք։ Կարճատև դադար։